Փյունիկ համահայկական հիմնադրամը Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում ներկայացնում է 10 նոր տանը, մուշ, 4-րդ մաս։ Ես հայ հիմա մուշում եմ ապրում, հայկան վախում են, չեն ասում մենք հայ ենք։ Ասել է թե կորցրած հազարավոր սերունդներ, կորցրած գերեզմաններ ու դատարկված բնակավայրեր։ Մուշում հայեր գրեթե չեն ապրում, եղածներն էլ վաղուց մոռացել են մայրենին ու նույնիսկ հայրենակիցների հետ հարաբերվելիս թարգմանչի օգնության կարիք է լինում։ Հրեղեն ձիեր ունեցող հզոր հայերի քաղաքում ապրող 40,000 քրդերը կարող էին հայեր լինել։ Թուրքերը Բիթլիսում մեկ օրում կոտորեցին 15,000 հայ։ Բիթլիս։ Թուրքերն այս վայրը Սիլվան են կոչում, բայց հայերիս համար այն եղել է ու կմնա որպես Տիգրանակերտ։ Երբեմնի հայկական հզոր մայրաքաղաքում գերեզմանների առկայությունը պատմության իրեղեն վկայությունները հաստ շերտով պահպանելու միակ հույսն են։ Դրանք դեռ կարող են պեղվել։ Տիգրանակերտ։ Հմուտ արհեստներով հայտնի հարուստ քաղաքը վաղուց արդեն բարգավաճում է առանց հայերի։ 840,000 բնակիչ ունի, հիմնականում քուրդ ու ոչ պաշտոնապես համարվում է այսպես կոչված ապագա Քրդստանի մայրաքաղաքը։ Դիարբեքիր։ 10 նոր տանը, մուշ, Վարդան Օնանյանի հեղինակային ֆիլմաշարի 4-րդ մասը կիրակի 22:45-ին Երկրի եթերում։